Հսկա ջաշվող վիշապ Քարնազար, ես չի կավակներ։ Սևան քաղաքն արդեն 1 տարի թատրոն ունի։ Թատերախմբի ղեկավարն ու անդամները երիտասարդներ են, սիրում են թատրոնը եւ իրենց ապագան կապել են բեմի հետ։ Վանա թատրոնը 1 տարում մոտ 850 ներկայացում է խաղացել Հայաստանի բոլոր մարզերում։ Հիմնական թումանյանական ծրագրով ենք սկսել, առաջինը որ ունեցել ենք Քարնազարի արկածները, հումորային ինքը մանկական ներկայացում ա եղել։ Դրանից հետո տրագիկոմեդիա ձայն լռության մեջ 13+ ներկայացում ա ինքը եղել, որը արժանացել է եւ շքանշանների, եւ պատվոգրերի, եւ շատ ու շատ խրախուսական խոսքերի։ Նորաստեղծ թատերախումբը դժվարություններ շատ է ունեցել, աջակիցներ ու հաջողությանը հավատացողներ քիչ։ Թատրոն ունենալու գաղափարին աջակցել է Սևանի համայնքապետարանը եւ մշակույթի կենտրոնում սենյակ տրամադրել երիտասարդներին փորձերի համար։ Բեմական իրերն ու հագուստներն էլ սեփական ուժերով են ձեռք բերում։ Շատերը չի լինի մի արա չի ստացվի եւ հանդիսատեսի կողմից եղել են լիքը խոսակցություններ բացասական, բայց դրանք ինձ ուժ են տվել։ Դրա համար ես այսօր ունեմ հաջողություն իմ բնակավարում։ Իմ կողքը շատ ճիշտ մարդիկ հայտնվեցին, որ կարողացանք այսօր իմ հիմնադիր իմ ընկերներից 2-ը գտնվում են Հայոց բանակում, այսօր իրենց շնորհիվ ես ունեմ թատրոն։ Առաջին ներկայացումներից հետո երիտասարդ թատերախումբը հասկացավ, որ թատրոնն ու բեմը սիրելը գործի կեսն են միայն։ Հանդիսատեսին գրավելու համար պետք է գրագետ խաղալ, իսկ դա հնարավոր է միայն դերասանական կրթությամբ։ Մենք փորձում ենք անել այն ամենը, որ մեր ամբողջ ուժերը ցույց տանք հանդիսատեսին, ու ես այդտեղ հասկացա, թե թատրոնը ինչ լրջություն է իրենից ներկայացնում։ Ներգրավելուց հետո հասկացա, որ ուսումը շատ պարտադիր է։ Հիմա ես սովորում եմ հենց այս ուղղվածության ու միևնույն ժամանակ ուսումը եւ աշխատանքը համատեղում եմ։ Հիմա իմ դերասանական կազմը անցնում է դասընթացներ Երևանում, որը որ մեզ հնարավորություն է տալիս նաև երեխաներին ունենան եւ հաջողություն էկրաններում եւ հաջողություն թատերական ասպարեզում։ Բոլորը անցնում են դասընթացներ պարտադիր։ Իմ խումբը քանի դեռ կա, մենք շատ տեղ ունենք սովորելու։ Վանա թատրոնը հիմնադրման 1-ամյակը նշում է աջակիցների, իրենց գործունեությունը գնահատողների հետ։ Շնորհավորանքներով եզրափակում են տոնական արարողությունն ու պատրաստվում հերթական հյուրախաղին։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, լուրերի համար։